Նիհաո, ես Դավիթն եմ, Մարիգալուս էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ, այսօր բավական նորից արդիական պոպուլյար թեմայից ենք խոսալու։ Բոլոր բենզինային մեքենաների վարողներին խնդրում եմ միացեք այս հաղորդմանը, անպայման դիտեք այս հաղորդումը, քանզի հենց ձեր համար եմ ես սա անում, այս 10 անհերքելի պատճառը հենց ձեր համար է, որ փորձեմ համոզեմ ձեզ, որ ճիշտը էլեկտրականը, այլ ոչ թե բենզինայինը։ Ու ես ձեզ խնդրում եմ, մի հատ դուրս գաք ձեր այդ բենզինային ավտոների մոլուցքից ու մի հատ փորձեք այս էլեկտրականի նայել անկողմնակալ անկյունից շանս տալով էլեկտրական մեքենաներին։ Իսկ այն մոլի երկրպագուները, ովքեր բենզինայինը երբեք չեն փոխի էլեկտրականի, ես խնդրեմ ձեզ գրել, մեկնաբանությունում եմ գրել 10 պատճառ, ինչու դուք երբեք բենզինայինը չեք փոխարինի էլեկտրականով։ Մինչ սկսելը խնդրեմ ձեզ բաժանորդագրվել, լայքել, կոմենտել, ինձ պատժկա անել, ինչպես նաև միանալ իմ TikTok-յան էջին, որտեղ ես տեղադրելու եմ բոլոր մեքենաների ժամանումը Գյումրի on-line, համարյա on-line ռեժիմով։ Անչափ շնորհակալ եմ ձեր պատժկայի համար, ապրեք։ 10 անհերքելի պատճառ, ինչու բենզինայինից անհապաղ պետք է անցնել էլեկտրականի։ Վարելիքի ծախսի 5-ից 10 անգամ տնտեսում, սպասարկման ծախս մոտակա մի քանի տարին առհասարակ չունեք, ցեխասմոտր մոտակա 3 տարին չունեք, էկոլոգիապես մաքուր են եւ չեն աղտոտում շրջակա միջավայրը, յուղը փոխում եք ոչ թե ամեն 6-ից 8000 կիլոմետրը մեկ, այլ 20-25000 կիլոմետրը մեկ։ Ինչպես նաև մեկնարկային արագությունը համատած բենզինայինի հետ մի քանի անգամ առավել է, քանզի էլեկտրոմոբիլը չունի փոխանցման տուփ եւ կարդան։ Բնության գրկում կարող է ծառայել մեծ power bank եւ ցանկացած կենցաղային սարք, ֆեն, նոթբուք, թեյնիկ, ինչ ուզեք, կարող եք միացնել ձեր էլեկտրոմոբիլի սնուցման բնիկին։ Լրությունը սիրող մարդկանց համար անփոխարինելի են, քանզի չունեն շարժիչ եւ այդ շարժիչի անդուր ձայնը դուք առհասարակ չեք լսում ու վայելում եք լրություն ձեր մեքենայի ներսում։ Մատչելի են ու բավական որակյալ են, քանզի ընդամենը $20,000 կարելի է ձեռք բերել 25 թվի արտադրության բոլորովին նոր որակյալ չինական էլեկտրոմոբիլ, որի կյանքը 20 տարի է կամ 1 միլիոն կիլոմետր մարդկոցի կյանքը։ Եվ վերջում կարմիր ու կապույտ գծերը դեռ անվճար են։ Հուսամ կարողացա ինչ-որ տոկոսին համոզել անցնել էլեկտրական մեքենայի վրա, թողնելով բենզինայինը պատմության գրկում։ Շնորհակալ եմ այսօր այսքանը, եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոգա խաղովիքը։ Կհանդիպենք։